Բարև ձեզ։ Ասեք տեսնամ ինչքան եք կարոտել Աստծո խոսքին։ Մեկ հատ բարձր ձայն։ Սեն ջիգարով, մեր արյունը մեր մեջ երա։ Չեմ լսում։ Պատրաստ ենք։ Աստված օրհնի ձեզ, քանի եկել հասել եք այստեղ, դա նշանակում է շատ բաներ։ Առաջինը, որ ողջ եք։ Երկրորդը, որ ուրախ եք։ Եթե նեղված ելնեիք, հաստատ մի անգամ բավտած կլնեիք։ Համենայն դեպս, Սամոս 91, այսօր հետաքրքիր վերնագրով եմ եկած, անշուշտ, ինչ որ հիմա բացատրելու եմ, դա ամեն մեկ անհատի համար չի, դա վիրավորական չի, դա այդ ինչ որ ես իմ կյանքով, իմ փորձով ստացել եմ, փորձում եմ փոխանցել ձեզ։ Մի օր Հայաստանում ըստ սովորության գլուխս կախ առավոտ ժամը 4-ի կողմերը աղոթում եմ, ընդհանրապես աղոթքից հետո սովորություն էի դարձրել, որ 3 հատ Սամոս ընտրեմ, Սամոս կարդամ։ Ու ըստ երեխայական բնավորության ասում էի, պապ ջան, այսօր ինչ կարդամ քեզ, ինչ կարդամ քեզ, ու ինչ կար մտքիցս կգարդայի։ Ու հանգարտ ասեց հստակ սայնով, կհավատակ հավատացեք, չեք հավատա, չգիտեմ, հստակ ձայնով ասեց Սամոս 91-ը գարտա։ Ասեցի, պապ ջան, դեռ 3 եմ գարտացել էդի, անգիր եմ արել արդեն։ Ասեց Սամոս 91-ը գարտա։ Այդ երեխաները, որ անգիր բանաստեղծություն էին սովորում, դպրոցում մեկ էլ արտասանում էին, ես արագ սկսեցի։ Բարսելին ծածկոցին տակ բնակվող ամենակարողի հովանավորության տակ պիտի հանգ չի պիտի ռոճ պիտի ասեմ, ու չլխ, իսկապես չլխ, մեկա չապալաղ ստացա բզիս, լուրջ եմ ասում, ասեց կատակ մի արա, ավելի խորը գարդա, ենտեղ շատ բան գա քեզ համար, ու ես բացեցի առաջին դողը, երկրորդ դողը, ոնց որ հոլիվուդյան մի կինո, բացեց դողերը աչքերիս առջև։ Ու այդ դարերը, բարերը դարձան իսկական եղելություն։ Ու երբ որ ես սկսեցի ասելու, բարձրելու ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի հովանավորության տակ պիտի հանգչի։ Ինքը ասեց, ով է այդ բարձրելույն ծածկոցի տակը։ Աստված ասեց հիմա շարունակի, 3-րդ տողը, 4-րդ տողը ասեց, էստեղից անտին ես Դավիթին ասել եմ, որ քեզ համար գրի, դու պատկերացնում եք այդ խոսքերը, մի ամբողջ Սամոս, որ ամբողջ աշխարհի համար է գրանցված, հանգարց Աստված ասի, քեզ համար եմ ասել, անգեղձորեն ես ինչ չզսպեցի, երեխու նման լացում էի, քանի որ այնտեղ խոստումներ կային, որ ոչ մի բան ինձ պիտի չկատարվի, 1000 հոգի աջ կողմից ընկնեն, 10,000 ձախ կողմից ընկնեն, եւ ոչինչ պիտի չկատարվի, աչքովս պիտի տեսնեմ նրանց դապալվելը, հրեշտակները ինձ պիտի պաշտպանեն, քանի որ դա իմ խոստումն է, երևա մի 2 ժամ լացել եմ այդ զգացմունքից, հուզմունքից, որ հստակ խոսքը ստացել եմ եւ հստակ վիճակը։ Սակայն ճիշտն ասած կյանքը ինձ հագարակը ցույց տվեց։ Հագարակը ցույց տվեց, զարմանում էի։ Մեկ էլ ասում էի ես ինձ դեռ շատ ավելին վատը կարող էր լինել։ Բայց այսքան, եթե այսքանով է, ուրեմն ինչքան մեծ փորձություն էր գալիս, ինձ որ միայն այսքանն եմ աչքերովս տեսնում։ Սակայն իսկության մի բան, իմ սրդումս ես մոռացել էի, հանդեսել էի, ես հովիվի հետ հարցեր ունեի, այդ հովիվի ձեռքով, որ ես ապաշխարել եմ։ Ու ես սկսեցի իրան իմ մեջով ըմպոստանալ, այդ ըմպոստության արդյունքը դարձավ իմ դաբալման արդյունքը, չգիտեի, բայց ես կարծում էի, որ հոգևոր պատերազմ եմ դանում,
բայց ճշմարտության մեջ ես շատ ավելի մեծ սխալ եմ թույլ տվել։ Ու սա անընդհատ, քանի որ մի հարց էր, որը որ ճակատագիր փոփոխվեց, մի հարց էր, որ մինչև հասել եմ Ամերիկա, արդեն 20 տարի, 22 տարի Ամերիկայում եմ, նոր սկսել եմ հասկանալ, որ Աստված ինչի համար Սաղմոս 91-ին ինձ ասեց, սա ես համար է տրված։ Ու հիմա ես փոխանցում եմ այդ խոսքը ցեզ, սա Սաղմոս 91-ը ցեզ համար է տրված։ Այս խոսքը հիմնականում գալիս է թափառական հոգևորներին, որոնք անընդհատ եկեղեցուց եկեղեցի են գնում, որոնք անընդհատ փորձության մեջ են։ Մեկը ձեր շրջապատում նայեցեք, այդ եղբայրը կամ քույրը, որը թափառական է, ինքը միշտ ոնց որ հալածված վիճակի մեջ լինի։ Ինչի համար։ Եվ սա իմ մոտ միշտ հարցում է եղել, ես իմ անձնական աշխարհում միշտ հարցրել եմ, իմ դաբալումս ինչի համար էր, 10-րդը պահում էի, եսի անում էի, բա ինչի համար եղավ։ Հետո էլ Ամերիկա գալուց հետո, որ եկեղեցին որ գնացի, տեսա որ նորից հողային հարցեր ա գնում, հրաժարվեցի այդ տեղերից։ Քանի որ այնտեղ ուրիշ բան եմ պաշտում, այնտեղ իսկական Աստծո հոգին չեմ տեսնում։ Փառք Աստծո, մինչև այս եկեղեցուն ծանոթացա ու հանգրվանեցի այստեղ։ Ու այդ ինչ որ ես այսօր գիսպելու եմ ձեզ հետ, անշուշտ վերջավորության բարդավորություն չվերցնեք, բայց ես կարծում եմ, որ ճիշտ բանն եմ ասում։ Ուրեմն մենք ամենքս գիտենք, որ Սաղմոս 91-ը հատուկ էլ Քրոջը այսօր Քրոջը խնդրել էի, որ Սաղմոս 91-ը գարտան։ Ու այդ Սաղմոս 91, երբ որ մարդ դկար անգնում, մի անգամայն Սաղմոս 91-ն է մտածում։ Բայց իսկության մեջ իրան գասեմ, զգուշացիր, դու սխալ տեղ ես գնում։ Սաղմոս 91-ը միայն Սաղմոս 91-ով չի։ Սաղմոս 90-ը, գումարած Սաղմոս 91-ը, գումարած Սաղմոս 92-ը, սա է հստակ նամակը մեզ։ 92-ից մինչև 99 դեր շարունակվում է, իրանց շարունակությունն է, ես չեմ ուզում անդրադառնամ այստեղ, միայն կենտրոնանալու եմ Սաղմոս 90-ը։ Եթե կարողանում եք կարտակ, եթե դարերը այդքան փոքր չի, 90-ը գոդրվածություն է նշանակում։ Ինչն է 90-ը։ Խոսում է Մովսեսի աղոթքը, որ դու մարդուն փոշի ես դարձնում, որ մարդու կյանքը ընդամենը 70-ից 80 տարեկան է։ Եվ մինչև մարդուն փոշի չես դարձնում, մարդը չի բացականչում իր մեջից ցավը, դու չես թողում իրան, թողնում ես, որ ինքը իսկապես փոշիանա։ Իսկ երբ որ փոշիանում է, ինքը խոստումն է տեսնում։ Սաղմոս 91-ը։ Սաղմոս 91-ը ես այս ձևով անուն եմ տվել։ Դա Աստծո թագավորության սահմանադրությունն է։ Սահմանադրությունը constitution-ն է։ Եթե հիմա կանցնենք արդեն, խորը կանցնենք, եթե սկսենք կարդալու 91-ի մեջ, ամենայն առաջին բառը ասում է, բարձրելույն ծածկոցին տակ բնակվողը, այսինքն վայր կա, պիտի բնակվես։ Դրանից հետո մյուս խոստումներն են, եթե առաջին բառը, առաջին դողը մենք չընդունեցինք, իզուր դեղ չշարունակենք, քանի որ վայրը մենք փախցրեցինք։ Իսկ Սաղմոս 92-ը դա գոհությունն է։ Եթե կարդանք Սաղմոս 92-ի մեջ, տեսնում ենք, որ մարդը բարգավաճում է, հաջող սերունդ է ունենում, բտղադու այգի է դառնում, արմավենի նման բարձրանում է։ Այսինքն այս երեքը իրար հետ են, գոդրված ենք,
խոստումը կատարել ենք եւ օրհնվել ենք։ Եթե որևիցե մի բան ձեր կյանքում սխալ է լինում, վերադարձեք այս հիմքի վրա։ Նայեցեք, որտեղ եք կոտրված։ Նայեցեք, որտեղ եք կանգնել եւ դա կործատրելուց հետո արդեն անցնում ենք օրհնանքին։ Սաղմոս 91-ը բաժանել եմ հետևյալ ձևով։ Ընդունում Սաղմոս 91-ից 91-ի 1-ը ով բնակվում է բարձրյալի ծածկոցի տակ ամենագարողի հովանու ներքո կհանգստանա։ Մի ուրիշ ձևով ասեմ։ Մենք որ Ամերիկա եկանք, մի նպատակով էինք եկել, հիշում եք, ապահովության համար։ Ինչի համար? Ապահովության համար։ Ով բնակվում է բարձրյալի ծածկոցի տակ, իսկության մեջ բնակվելը իրա իսկական բնութագրի մեջ ուրիշ իմաստ ունի եբրայերեն, հիմա գկանք դրան, բայց երբ որ բաժանում ենք մենք հետևյալ ձևով, առաջինը նախ պայմանն ենք ընդունում, մենք երբ որ Ամերիկա ենք գալի, Ամերիկայի օրենքներն ենք ընդունում, Հայաստանի օրենքով Ամերիկայում չենք կարող ապրենք։ 91-ի 2-ը 5 տարի մնալուց հետո մենք դարձանք citizen, ինչ արեցինք։ Ասեցինք մենք Ամերիկայի պետությանը հավատարիմ դիլնենք, իր կոնստիտուցիային, իր օրենքներին։ Իսկ Աստված ինչ է ասում։ Նայեցեք երթումը արեցինք Ամերիկային, հիմա նայեցեք այստեղ երթումը ոնց է դրված։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որին ապավինում եմ։ Դուք հասկանում եք, սա երթման արարողություն է։ Այնտեղ ասում է, ով իմ ծածկոցի տակ գա, ես իրան հանգստություն կտամ։ Այստեղ հենց հաջորդ տողը ասում է, ով իր երթումը ճիշտ է պահեց, այսինքն կասեմ Տիրոջը իմ ապավեն եւ իմ Աստված եւ իմ ամրոց։ Սա ընդունելն է Աստծո թագավորության առաջին երթման արարողությունն է։ Դրանից հետո 91-ի 9 մենք երբ որ երթում արեցինք, դարձանք Ամերիկայի քաղաքացի։ Ամերիկայի Աստծո թագավորության քաղաքացու խոստումը։ Քանի որ Տիրոջը իմ ապավենին բարձրյալին քո բնակարան դարձրեցիր։ Նշանակումը արդեն մենք քաղաքացի դարձանք։ Մենք թագավորությանը քաղաքացին դարձանք։ Մենք ասեցինք, որ ընդունեցինք Աստծուն, ծածկոցի տակ եկանք եւ հանգստացանք այնտեղ։ Արդեն քաղաքացի դարձանք։ Արդեն շարժվելու իրավունքն ենք ունենում։ 91-ի 5-ից 6-ը ապրել պաշտպանված։ Մենք այստեղ ինչից ենք օգտվում, ոստիկանության ծառայությունները կան, 1001 ծառայություններ կան, որ մեզ պաշտպանում են FBI-ն, CIA-ն, շուշտամը մեկ իր դերը ունի պաշտպանողական համագարկին, բայց մենք մեզ ամենեն առաջ ապահով ենք զգում։ Եվ որ ես Ամերիկա եկա, նայում էի ամեն դները լուսամուտները ապակի կա եւ ցող չկա, ասում եմ ես հիմարները բաբոր երեկոյան գողը մտնեն ինչ են անելու։ Հետո որ ես էլ ապրելու սկսեցի, հասկացա, որ այստեղի օրենքները այդպես է մշակված, որ մարդիկ ապահով են քնում։ Ինչն է դալի։ Եվ որ քաղաքացի եղանք, մեր առավելությունը ինչ էր։ Չես վախենա գիշերվա զարհուրանքից, 1. Ոչ ցերեկը թրջողներից, ավարիաներից, ակսիդաններից, 2. Ոչ խավարում քայլող ժանդախտից, հիվանդությունից, 3. Ոչ կեսօրին ավերող մահից, 4. Այս 4 ապահովությունները մարդու հոգևոր կարգավիճակն են։ Մարդիկ կան վախենում են, բա որ իմա սենց լինի, մարդիկ կան ուրիշ ձևով, ամեն մեկին մի ձևով, բայց խոստումը շատ բարձ է։ Ես կդամ քեզ խաղաղություն։ Եվ որ իմ թագավորության տակ մտնես, ես քեզ կդամ խաղաղություն։ Եվ որ այսքանով չի բավարարվում, արդեն վերջավորությանը կա։
91-ի 11-ը, որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ բադեն քեզ քո բոլոր ճանապարհներում։ Այսինքն, այստեղը բանակ կա։ Հիսուսը, երբ որ աշակերտները ուզեցին պաշտպանել Հիսուսին, ասեց, ինչ եք անում, չեք կարծում, որ հիմա հրամայեմ երկու գումարդակ հրեշտակներ գքան ինձ պաշտպանելու, դուք ով եք, որ ինձ պաշտպանեք, բայց Աստծո խոստումն է, որ պետք է կատարվի։ Հստակ էր այնտեղ Հիսուսի խոսքը, որ հրեշտակները մեր կյանքում իսկապես գործ ունեն։ Սա խոստում է։ Ու ցեզ մի բան ասեմ, հիմա կվերադառնանք դրան, երբ որ մենք այս առաջին ապրել պաշտպանված վիճակի մեջ ենք, այնտեղից դուրս մեր պատերազմը չէ։ Այսինքն հանգարտ չմտածես, որ սատանան քո վրա կհարձակվի, քանի որ հրեշտակներն են հրեշտակների դեմ պայքարում։ Սատանան էլ տաբալված հրեշտակ է։ Դու քո գործը հիմնականում առաջին գեդի վրա հիմնվելն է, ընդունել քաղաքացիությունը։ Ու դրանից հետո երթում անելն է, դրանից հետո իբր քաղաքացի ապրելն է, դրանից հետո պաշտպանություն ունենալն է, իսկ Աստծո բարդականությունը ձեր հրեշտակ նշանակելն է։ 1000 հոգի մի կողմից, 10,000 մյուս կողմից պիտի ընկնեն, եւ քեզ ոչինչ պիտի չկատարվի, քանի որ դու չես պատերազմում։ Քո տեղդ հրեշտակներն են պատերազմում։ Հիմա ավելի մանրամասն գնանք։ Ուրեմն բնութագրի մեջ չի ասում բարձրելույն ծածկոցի տակ բնակվողը, ասվում է Յաշավ։ Յաշավը ոչ թե միայն բնակվելն է, մի 6 իմաստ ունի։ Առաջինը նստելն է, երկրորդը մնալն է, երրորդը հաստատվելն է, չորրորդը շարունակապար բնակվելն է, հինգերորդը իշխանության տակ մնալն է, եւ 6-րդը ուխտի գարկի տակ մնալն է։ Այսինքն արդեն երբ որ հрьяաները կարդում են Յաշավ, իրանք հասկանում են այդ 4 կետերը, հիմնական 5 կետերը որ կան։ Այսինքն ապրել ներսը, մնալ ներսը, համագերբել այդ օրենքներին, այսինքն նույն հաստատության մասին է խոսում։ Շատ բարձ։ Ու այստեղից անտին, որ արդեն գնանք, ավելի բարձ կդառնա մեզ ինչ է նշանակում Յաշավ։ Մենք քույրեր եղբայրներ ունենք, որոնք ցավոք սրտի Աստվածաշունչը տեսնում են այն անկյունից, որը իրանց համար լավ է։ Չեն տեսնում այն անկյունից, որը իրանց համար վատ է։ Ես այդ քույրերին եւ եղբայրներին ասում եմ, դիրքերնիդ փոխեցեք։ Ես եւ դու ապրում ենք նույն կանոնադրության տակ, նույն կոնստիտուշնի տակ։ Եվ երբ որ մենք ասում ենք, պիտի բնակվենք անշուշտ, ամեն տարի ապրիլ ամսին ամեն մարդ տաքսեր է վճարում։ Աստված էլ ունի իր տաքսերը։ Հիմա այդ բաժինը չեմ ուզում բացեմ։ Ուրեմն ոնց ասեցի, երթումը, առաջին պայմանը Սաղմոս 91-ի։ Կասեմ Տիրոջը, իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որին ապավինում եմ։ Եթե ամենքս հայ ենք, եկեք այս նախադասությունը միասին ասենք։ Կասեմ Տիրոջը, իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որին ապավինում եմ։
Քաղաքացիություն։ Պատրաստ են քաղաքացիության երթման։ Քանի որ Տիրոջը իմ ապավենին բարձյալին քո բնակարանը դարձրիր։ Մեր բնակարանը որտեղ է։ Աստծո հովանու ներքո։ Եվ ինչ ենք ստանալու, էսի սրդանց դավանենք։ Սա դավանանք է։ Ինձ ու քեզ համար խոստում եւ դավանանք է։ Մենք չենք վախենա, ասեք հետս։ Գիշերվա զարհուրանգից ու ցերեկը տրչողներից ու խավարումը քայլող ժանտախտից։ Իսկ մնացած ասում է, քանի որ բարձյալին դու աբաստան կտար։ Հետաքրքիր, շատ հետաքրքիր ոչ աստեղծել մեզ Սամոս 91-ը։ Ուրեմն ներքին պաշտպանություն ունեցանք։ Հիմա արտաքին պաշտպանության կանք։ Հասարակ ձևով բացատրեմ ձեզ։ Երբ որ ամերիկացի մի քերի է անգնում դրսի աշխարհում, ամերիկյան ամբողջ կառավարությունը ամեն ինչ անում է, որ այդ քերի ընկած մարդուն բերի։ Ես հիշում եմ սրանից մի 6 տարի առաջ մեկ հատ փաստեր կար, որը ավետարանում էր Թուրքիայում։ Բռնեցին, փանդարգեցին։ Երկու նախագահի աշխատանքն էր, որ անպայման այդ փաստերին ազատեն եւ բերեն։ Սա է հրեշտակների գործը։ Որ մենք հանգարց եթե սայտագենք ինչ որ միտեղ, մենք քաղաքացի ենք։ Հրեշտակների գործը դա է լինում։ Անպայման մեզ ազատել եւ նորից բերել կանգնացնել քաղաքացիության կարգավիճակում։ Մենք այդ ձևով ենք պաշտպանված։ Այսինքն ոչ թե մենք պաշտպանված ենք մեր կյանքում, այլ պաշտպանված ենք մեր ճանապարհություն անելու ժամանակ, քանի որ սխալներ կան, որ մեզ դանում են անտիաշխար, բայց այնտեղից հետ գալու ճանապարհը միայն Աստծո հրեշտակն է, մեր գործը չի, մեր գործը միայն աղոթելն է։ Այստեղ նորից պիտի կանգնեմ։ Իր հրեշտակներին կհրամայի քեզ համար։ Իր հրեշտակներին կհրամայի քեզ համար։ Մենք ամբողջ նոր գտակարանում հրեշտակներ շատ քիչ ենք կարտացել։ Բայց իսկության մեջ հրեշտակների դերը մեծ է։ Հիմա կբացատրեմ ձեզ։ Ուրեմն այս բաժինը լավ միտքենիդ պահեք։ Հիմա պիտի կամ նորից այս հրեշտակների առարկով։ Որտեղ է Աստծո թագավորությունը։ Իմիջայլոց այդ ասեմ։ Սամոս 91-ի մեջ մի հատ վայր է ասում։ Ասում է բարձրելույն ծածկոցի տակ բնակվողը, ծածկոց։ Ծածկոցը Աստծո ուխտի դաբանակը ծածկոցի տակ էր։ Դավիթը էսի գրելու ժամանակ Աստծո դաբանակը տաճար չուներ։ Դեր դրսում դրված ծածկոցի տակ էր։ Այդ նույն ծածկոցն է, որը որ Հիսուսի խաչելության ժամանակ է, որ Հիսուս մահացավ, այդ նույն ծածկոցն է, որ ճեղքվեց։ Այդ նույն ծածկոցն է, որ էլ ծածկոցի դեր չուներ։ Ինչ եղավ։ Անշուշտ ծածկոցը դարձավ Հիսուսը, քանի որ հարություն արավ, բայց վարակույրը, որ ճեղքվեց, դեղը չգտավ։ Ուրեմն հին ուխտի մեջ Սամոս 91-ը պաշտպանության բարձր մակարդակն է։ Նոր ուխտի մեջ պաշտպանության ամենաբարձր մակարդակը Հիսուսն է։
որը մի դեղ չի, որը ամենուրեք է։ Ստեղը ուրեմն շատ բարձ էր իմ դեպքը։ Ինձ հոշոտեցին, բզիկ արեցին։ Ինձ հոշոտեցին, բզիկ արեցին։ Գիտեք ինչի համար։ Քանի որ ես այնտեղը, որ պատկանում էի, թողեցի դուրս եկա։ Այնտեղ, որ իմ պաշտպանությունը կար։ Այնտեղ, որ ես Հիսուսին եմ հանդիպել։ Իսկ եթե դու պաշտպանությունից դուրս ես գալի, դու հաստատ թիրախ ես։ Ուրեմն, այս նույն հրեշտակներին հանդիպում ենք, որ հիմա ասեցի։ Այս նույն հրեշտակներին, որ մենք հանդիպում ենք, մենք մի հատ հետաքրքիր դեղ ենք հանդիպում և այս անգամին ուրիշ ոճով ենք հանդիպում։ Հայտնության երկրորդ գլխին մեջը Հիսուսը ասում է և հոգին ասեց «Էս ինչ եկեղեցու հրեշտակին», 7 եկեղեցիների մասին։ Ես այստեղը գանք պիտի առնեմ։ Եկեղեցիները այն ժամանակ հիմնված էին Պողոսով, Պետրոսով, Հովհաննեսով, 13 առաքյալների միջով։ Բայց հանդիմանումը ոչ մի առաքյալի վրա չէր։ Հանդիմանումը եկեղեցու հրեշտակինն էր։ Այսինքն, ես մի բան եմ հասկացել։ Ամեն մի եկեղեցի նշանակվում է հրեշտակ։ Եվ այդ հրեշտակն է պատասխանատու այդ եկեղեցու անդամներին։ Բացատրեմ ոնց։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Ընդունում եք սա։ Առաջին Կորինթացում 2 անգամ է նշվում։ Ասում է առաջին Կորինթացի 12:12-ին, որովհետև ինչպես մարմինը մեկ է և շատ անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, թեև շատ են, մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոսը։ Հետո 27-ի մեջ ասում է, իսկ դուք Քրիստոսի մարմինն եք, և մաս առ մաս նրա անդամները։ Այստեղը մարդու մասին չի ասում։ Այստեղը ասում է եկեղեցու մասին։ Բացատրեմ ինչպես է լինում։ Մարդու անդամը կառուցված է բջիջներով։ Բջիջները հավաքում են և ինչ որ մի օրգան է դառնում, օրինակի համար աչք, օրինակի համար լեզու։ Այդ բջիջները մենք ենք։ Իսկ աչքը կամ լեզուն եկեղեցին է։ Իսկ եկեղեցիները իրար հետ հավաքվելով Հիսուսի մարմինն է դառնում։ Դրա համար հրեշտակին մեղադրում է ինչի համար։ Քանի որ եկեղեցու մեջ պետք եղած պաշտպանությունը և ապահովությունը չի տվել։ Այսինքն ինքը պետք է միշտ արթուն մնար եկեղեցին չկորչելու համար։ Եվ հիմնական հոգևոր սնունդը մենք հովիվից ենք ստանում։ Հովիվը իր բարդականությունն է առնում։ Հրեշտակն էլ այստեղ իր բարդականություն ունի։ Իր բարդականությունը ունի այս դռնից ներս մտնողի նկատմամբ և բարդականություն ունի այս դռնից դուրս եկողի նկատմամբ։ Դրա համար ես մի քիչ առաջ մի բան հիշեցի։ Այդ թափառական քույրերը և եղբայրները, որոնք գնում են եկեղեցուց եկեղեցի, նրանք պաշտպանություն չեն ստանում։ Գիտեք ինչի համար։ Քանի որ այդ մյուս եկեղեցու հրեշտակը այդ մարդուն չի ճանաչում։
Բացատրեմ ավելի բարձ ձևով։ Մենք Կալիֆոռնիայի բնակիչ ենք։ Եթե գնացինք Նյու Յորք, տուրիստ գնացինք, մի շաբաթ հետո եկանք, բայց երբ որ մնայուն գնացինք, մենք անպայման պետք է գնանք DMV, ներկայացնենք մեր փաստաթղթերը եւ հաստատենք, որ մենք դեղափոխվեցինք A գետից B գետը, որ մեր ամբողջ տաքսի թղթերը, ընդրության թղթերը եւ ամեն մի նրբություն դեղափոխվի այն մյուս տեղը։ Թափառական քույր եղբայրը ինչ է անում։ Առանց այս գարկը հետևելու, այսինքն հովիվին մոտենա, ասի որ գիտես հովիվ ջան, ես ինչ որ պատճառով դեղափոխվում եմ այդ ինչ եկեղեցին։ Հովիվի օրհնությունը վերցնում է, գնում այդ եկեղեցին, ասում է ես քո եկեղեցին եմ հետ գալու։ Այդ ձևով հրեշտակները ոնց որ պետական համագարկը իրար հետ տեղյակ են լինում, որ այս մարդը իսկական մարմնի անդամ է եւ դեղափոխվել է մյուս մարմնի մեջ, բայց նույն մարմնի մեջ է ծառայում։ Իսկ եթե հանգարտ դուք պատկերացնում եք ոտքի մատը ելնի աչքի մոտ կնա, ինչ կանի։ Պատկերացնում եք ոտքի մատը աչքի տեղը լինի կամ հագարակը։ Մի անարխիա կստեղծի։ Ուրեմն շատ կարևոր է, երբ որ մենք մտնում ենք Աստծո թագավորության տակ, մենք անպայման այդ օրենքները պետք է պաշտպանենք, այդ հետևողականությունը եւ ենթարկվենք օրենքներին։ Ոչ մեկը ոչ մեկին չի բռնում։ Եթե դու ուզում ես դեղափոխվես, դեղափոխվիր, բայց դու քո օրհնությունը մի գործրու, քո հրեշտակին մի գործրու։ Դու փորձությանների մեջ ես ընկնելու եւ քեզ պաշտպանող չի լինելու։ Այ այնտեղ քեզ հոշոտելու են։ Սա իմ կյանքի ամենամեծ փորձս էր։ Ու հետաքրքիր էր, որ ես եկա Ամերիկա բավական ժամանակ հետո։ Այս հարցը ինձ մոտ հայտնվել էր։ Բայց ես չկարողացա միջոց ստեղծեմ այդ հովիվին ասեմ, որ ընկեր ջան ինչ կլինի, ինձ արձակի, զանգել եմ, ասել եմ, որ ինձ արձակի, ես Ամերիկա ուրիշ եկեղեցի եմ գտնելու։ Ու չստացվեց։ Պատասխանը ստացա դու իմ եկեղեցուց դժգոհես, հիմա ինչ ասես հովիվին։ Ես ամաչեցի։ Պետք է ասեի դժգոհ չեմ, բայց կարգը սենց է պահանջում։ Բայց այդ մարդը հովիվ է, ես իրան ինչ պիտի սովորացնեմ։ Չեմ կարող։ Ու ես թափառական մնացի այստեղերը։ Մեկ եկեղեցուց մյուս եկեղեցի, մեկ եկեղեցուց մյուս եկեղեցի։ Եվ հոգևոր սնունդս չորացել էր։ Եվ փորձությունները անընդհատ հետևիցս։ Իմ փորձության մեջից հանգարտ չանցնեք։ Բավական դժվար ժամանակներ եմ անցկացրել։ Ռիզիկապես ասում եմ ես։ Բայց հարկ Աստծո վերջավորության կտա ինչ որ մի տեղ, որը իմ հոգուս հետ խոսած։ Ու ամենեն կարևոր բաժնին կանք։ Պողոս առաքյալը ասում է, մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չէ։ Գիտեք ինչ է նշանակում սա։ Եթե մեր պատերազմը հոգևոր է, հոգևորի ժամանակ դու գործ չունես, հրեշտակդ գործ ունի։ Հրեշտակն է, որ պատերազմում է հրեշտակի դեմ։ Դանիելը, երբ որ պետք ուներ հրեշտակին կանչել էր, խնդրել էր, որ Աստված իրան պատասխանի, հրեշտակը 20 օր ուշացավ։ Ասեց պատերազմ էր, ես պատերազմում էի։ Նշանակում է երկնքում իսկապես պատերազմներ է կատարվում, մենք չենք տեսնում դա, բայց մենք ուզենք թե չուզենք այդ պատերազմի մեջ մասնակից ենք դառնում։ Եվ շարունակում է, Եփեսացիների գլխի մեջ ինքը շարունակում է Պողոսը, ասում է հակեք Սաղավարդը, Վահանը, սուրը ձերքդ բռնի, ավետարանչական գոշիկդ հագիր, Վահանը վերցրու, բայց չի ասում պատերազմիր։
Չի ասում պատերազմիր։ Մենք զինվորներ ենք, բայց չի ասում մեզ պատերազմիր։ Ինչի համար եմ հակել։ Քանի որ մենք միայն վերջավորության է գաղտնիքը, ասում այս ամենը հակնելուց հետո հարադև աղոթիր։ Այդ վահանը, այդ ասպարը, այդ սուրը, այդ զրահը ամենքը Հիսուսի մարմինն է։ Մենք հակնենք Հիսուսին մեզ համար, զրահ, ասպար, ճիշտ ձևով վարվենք եւ թագավորությունից երբեք չձելանանք։ Թագավորության օրենքները պահպանենք, հավատարիմ մնանք, որ մենք կարողանանք ու աղոթքի կյանքը չկանգնացնենք։ Ասում է հարադեպ աղոթեցեք, ամեն ինչը հակիր, բայց հարադեպ աղոթիր։ Փառք Աստծո, Աստված մեզ այդ ամեն ինչը տված է Հիսուսի արյան միջոցով։ Մենք Հիսուսի արյունը, որ հագնում ենք, իմիջայլոց։ Հենց այդ Եփեսացի թղթի զրահն է։ Հենց այդ Սամոս 91-ի ծածկոցն է, որ մենք ստանում ենք Հիսուսի արյան միջոցով։ Երբ որ որևիցե մի բան լինի ձեր տան մեջ, հիշեք մեկ բան։ Փոխանակ սկսեք մտածել, որ վախենում եմ, էսա, այնա, առաջին քայլը ասեք, Հիսուսի արյունով ծածկում եմ իմ տունս, իմ անձս։ Իմիջայլոց ձեզ մի գաղտնիք ասեմ։ Ես աղոթքը, որ պիտի սկսեմ, չեմ սկսում մինչև որ Հիսուսի արյունը վրես չտարածեմ։ Գիտեք ինչու։ Շատ հետաքրքիր բան եմ ասելու։ Աղոթքի ժամանակ մենք փորձության մեջ չենք, մենք Աստծո հետ ենք հանդիպում։ Բայց քանի որ Աստված ճանաչում է արյանը, երբ որ Գայենը Աբելին սպանեց, ասեց, որ եղբորդ արյունը ինձ փողոքում է։ Ինչի համար Հիսուս հաղթեց, քանի որ Հիսուսի արյունն է փողոքում։ Իսկ երբ որ դու Հիսուսի արյունն ես հառնում, նշանակում է դու նմանվում ես Հիսուսին, նշանակում է Աստված քեզ ճանաչում է իբրև որդի։ Հետաքրքիր բան եմ ասում։ Հրեշտակները վստահ որ ինձ տեսնեն վրես Հիսուսի արյունը, ինձ կարծելու են, որ Հիսուսի բաժինն եմ։ Ու իմ դռները բացվելու է, որ գահի մոտենամ աղոթեմ։ Այսինքն արյան զորությունը ոչ թե միայն պաշտպանողական է, այլ դուր բացելու համար է։ Ուրեմն Սամոս 93-ից չկա այստեղ։ Սամոս 90, ես էլ ասեմ, Սամոս 93-ից մինչև 99։ Ամեն մեկ Սամոսը Աստծո նկատմամբ խոնարհության մասին է խոսում։ Աստծո բաշխելու մասին է խոսում։ Աստծո արադաձեռնության մասին է խոսում։ Աստծո հոգադարության մասին է խոսում։ Այսինքն նորից եմ գալի 91-ը, 90-ը կոտրված լինելը է, 91-ը ընդունելն է, 92-ը օրհնվելն է, օրհնվելուց հետո դու 7 Սամոս կարդում ես Աստծո փառքը երգելու, քանի որ դու այդքան ես օրհնվում։ Հիմա ամենեն կարևորը, այս բարերը աչքերս այսքան հերվից չեմ կարողանում գարտամ։ Սա իսկական թարգմանությունն է։ Սա իսկական թարգմանությունն է խոսքիս։ Գիրագի օրը լինի, շաբաթ օրը լինի, ինչ օր որ լինի, Աստծո առաջ մոտեցեք երկրպագության։ Սա դուրն է։ Մենք այս ձևով ենք, որ ներկայացնում ենք Աստծուն, որ մենք իր թագավորության անդամներն ենք։ Մեր ճանաչողությունն է։
Երագի եւ շաբաթ օրերը ճիշտ է, մենք մարդիկս դարձրել ենք մեր հանգստյան օրերը, բայց անպայման ինչ որ ժամը ստեղծեք, գնացեք ձեր հորդունը այցելեք։ Ոնց որ սովորական հայրդ կամ ծնողդ շաբաթը մեկ անգամ չես գնում այցելության, չես ասում բապ բարև քեզ կամ մամ։ Նույնն էլ Աստծո հետ հարաբերությունն է եւ եկեղեցին է։ Եթե դու եկեղեցին մեկ շաբաթ եկար, մեկ շաբաթ չեկար, պատահական լինում է, հարց չկա, բայց եթե դա սովորություն է քո մոտ, լավ հիշիր, հրեշտակը քեզ մոռանալու է։ Այդ հրեշտակը, որ քեզ բահբանում է եկեղեցուց դուրս։ Քաղաքացիության նպատակը դա է, որ երբ որ մենք արյունը հագնում ենք ու գնում ենք դուրս, հրեշտակը մեզ ճանաչում է հենց այդ արյունով։ Այդ ձևով ենք մենք պտարբերվում աշխարհից։ Ես հիմա մի բան եմ խնդրելու ձեզանից։ Անշուշտ, եթե կարողացանք ճիշտ ձևով հասկանանք, անշուշտ անբարդատիր չի, բարդատրական չի։ Ես պիտի խնդրեմ Սարո եղբորը մեկ հատ վերև բարձրանա։ Եվ մենք վերանորոգենք մեր ուխտը, ասելով, որ մենք Աստծո թագավորության բաժինն ենք։ Այն մարդիկ, որ ուրիշ եկեղեցի են այցելելու, նրանց կարևոր չի։ Կարևորը այս եկեղեցու անդամներինն են պատկանում։ Ու միասին այս բարերը ասենք։ Անոր փափակում է, որ ինքը իսկապես ծածկոցի դավանանքը դարձնի եւ լինի բաժին այս բաժնից եւ գդոր այս եկեղեցու գդորից եւ անդամ այս եկեղեցու անդամից, եկեք միասին այս աղոթքը կամ դավանանքը ավելի ճիշտը անենք։ Սարո եղբայր, մեկ հատ վերև բարձրացիր, խնդրում եմ։ Նորից եմ գտնում